սրբազան հայրեր նախ Եպիսկոպոսների աջակցությանը Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատներով է հասել։ Նման տեղեկություններ սկսեցին տարածվել գործադիրում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպումից հետո։ Դրանում համոզված են ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ Գարեգին II կաթողիկոսին աջակցող քահանաները։ Օրեր առաջ էլ համացանցում մի ձայնագրության վերաբերյալ տեղեկություն տարածվեց, որն առնչվում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի անձնական կյանքին։ Այսօր Անտիկոր հարթակում մի նյութ եւ լուսանկար է հրապարակվել, որն ըստ հարթակի հաստատում էր Սարոյանին վերագրվող ձայնագրության իսկությունը։ Կայքը հղում է արել իր աղբյուրներին ու նշել, որ Սարոյանին է ներկայացվել փորձաքննությունների ազգային բյուրոյում կատարված փորձաքննության եզրակացություն, որն իրականացվել է նոր ձեռք բերված բարձրակարգ տեխնիկական սարքավորումներով։ Հարթակը ստեղծողներից Արսեն Բաբայանի կարծիքով հոգևորականը վախեցել է եւ որոշել միանալ մյուս եպիսկոպոսներին։ Հետևելով այս ընթացքում օրինակ Գևորգ Սրբազանի հայտարարություններին, թե իրեն ներկայացրել են փաստեր, որ հապարը ինչ-որ այլ պետության գործակալ է եւ ինքը ընդունելով են հանգամանքը, որ այլ պետության գործակալը սակայն մինչեւ հիմա նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չկա, ողջամտորեն կարող եմ պնդել, որ ինչ-որ փաստեր ներկայացրել են, սակայն դա վերաբերելի է եղել հենց իրեն, Գևորգ Սրբազանին, որն ստիպել է իրեն եւ մյուսներին էլ, որպեսզի իրականացնեն որոշակի գործողություններ, այն ինչ որ մենք արդեն տեսանք։ Փաստաբանը թեև նշեց, ձայնագրությունը համացանցում կա, հասանելի է, սակայն ոչ մենք կարողացանք այն գտնել, ոչ էլ Բաբայանը կարողացավ դրա հղումը մեզ փոխանցել։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես հաստատել է, որ ձայնագրություն կա, սակայն հերքել է դրա հետ իր կապը։ Նա պնդում է, այն մայրաթոռում է ստեղծվել իր դեմ։ Վարկածի համաձայն ձայնագրությունը հաստատում է, որ Սարոյանը խախտել է կուսակրոնության ուխտը։ Ֆակտոր TV-ն փորձաքննությունների ազգային բյուրոյից փորձեց ճշտել, արդյոք իրական է հրապարակված լուսանկարը։ Բյուրոյում նման ձայնագրության փորձաքննություն արվել է թե ոչ։ Ֆակտոր TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում ենք, փորձաքննությունների ազգային բյուրոյի վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Նշված անձանց հրապարակված ձայնագրության վերաբերյալ բյուրոյում երբևէ փորձաքննություն չի իրականացվել եւ եզրակացություն չի տրամադրվել։ Հետևաբար փորձաքննությունների ազգային բյուրոյի կնիքի դրոշմով հավելվածը հիշատակվող ձայնագրության հետ առնչություն չունի։ Անտիկորի նշված հայտարարությունը Արսեն Բաբայանի հետ մեր հեռախոսազրույցից ժամեր անց փոխվեց։ Կայքը հերքեց հրապարակված նկարի առնչությունը ենթադրյալ ձայնագրությանը, սակայն շարունակում է պնդել հոգևորականի վրա գործադրվել է պետության վերահսկողությամբ կազմակերպված ճնշում քաղաքական պարտադրանքի համար։ Ֆակտոր TV-ն նորից կապ հաստատեց Բաբայանի հետ ճշտելու, թե որն է եղել հրապարակումը հիմնովին փոխելու պատճառը։ Որն է ճշտել։ Որ փորձաքննության արդյունքներ կան, փորձաքննությունը արվել ու լուսանկարը հրապարակվել փորձաքննությունից։ Դե դրա մասին բացատրություն չեմ ասել։ Մանրամասն թվացել։ Այս ֆոնին այսօր հրապարակվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների թվով 3-րդ հայտարարությունը։ Նրանք արձագանքել են եպիսկոպոսատ ժողովի հետաձգման վերաբերյալ մայրաթոռի հայտարարությանը։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների, զերծ մնալ վիրավորական խոսույթից եւ չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը, հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին։ Մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր հնարավոր եւ արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության եւ Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ է հետաձգվել, իրենց կողմից բարձրացված հարցերն էլ անպատասխան են մնացել։